Եթերում հեռանկարն է։ Վերջին շրջանում զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը նոր բուռն քննարկումների տեղիք տվեցին։ Որոնք են նման դեպքերի պատճառը եւ արդյոք դրանք պետք է դիտարկել առանձին, նկատի առնելով, որ բանակը նաեւ հասարակական կյանքի մի մասն է։ Որտեղ պետք է փնտրել այդ խնդրի արմատները եւ լուծումները, այս եւ այլ հարցեր այսօր կքննարկենք Հանրային խորհրդի անդամ ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Շնորհակալություն, պարոն Բաբայան, մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հիմա անդրադառնալով բանակում տեղի ունեցած այդ մահվան դեպքերին, ինքնասպանությունների, սպանությունների մասին է խոսվում։ Արդյոք այդ խնդիրները միայն բանակին են վերաբերում, թե դրանք նաև հասարակական կյանքում առկա իրողությունների արտացոլում են։ Ես կարծում եմ ընդհանրապես չկա որևէ օղակ, որի մեջ եղած խնդիրները վերաբերեն միայն այդ օղակին կամ այդ կառույցին։ Առավել ևս բանակի պես ինստիտուտում, հա, որ իր մեջ կրում է միգուցե ավելի սրացած ձևով այն բոլոր երևույթները, որ կան մեր կյանքում։ Բայց անդրադառնալով բանակին, առավել ևս որ այնպես է ստացվել, որ բանակի հետ շատ երկար տարիներ շատ սերտ կապեր եմ ունեցել, եղել եմ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ, տարեկան 3-4 անգամ գնացել ենք Ղարաբաղ, դիրքերում ուրեմն հանդիպել ենք զինվորների հետ, խոսել ենք շատ կարևոր հարցերի մասին եւ բանակում ավելի սուր է երևում այդ բոլոր հիվանդությունները, որոնք կան։ Առաջնային կարծում եմ դա արժեքային համակարգի հարց է, ինչը իրենից ներկայացնում մարդու կյանքը։ Արդյոք մեր բանակը, որ այսօր փորձում է լինել շատ ժամանակակից զենքի տեսակետից, գիտության տեսակետից, նույնիսկ արդյունաբերության տեսակետից, արդյոք փոխել է իր այդ ներքին մոտեցումները, որոնք շղթայաբար գալիս էին նախկինից դեռ սովետական բանակից, միգուցե ռուսական բանակից ցարական, որ մարդու կյանքը արժեք չունի, որ քո զինակցի ստորացումը շատ բնական երևույթ է եւ կարծում եմ այստեղ է հիմնական խնդիրը, որտեղ մարդու կյանքը, մարդու արժանապատվությունը ոչ ամենակարևոր տեղն է գրավում բանակային հարաբերությունների մեջ։ Եվ անկեղծ ասած, սա մեր բոլորի խնդիրն է։ Ես նկատի ունեմ հանրության որևէ անդամ, ով համարում է իրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չի կարող կարծել, որ այդ խնդիրը կամ այդ խնդրի լուծումը իրենից հեռու է գտնվում։ Ինչ է կախված յուրաքանչյուրից։ Շատ բան։ Ես Արդեն ասացի, որ ժամանակին գնում է հանդիպում ենք զինվորների հետ, կարծում եմ, որ նման հանդիպումներ պետք է լինեն հենց արժեքային համակարգի մասին խոսակցություն վարելով, ընդ որում ոչ միայն ուրեմն շարքային կազմի հետ։ Մեծ նշանակություն ունի սպայական կազմի պահվածքը։ Գիտեք, երբ սպան հրապարակայնորեն ասում է, որ պետք է հարգել քո զինակցին, որ պետք է կիրթ լինել, բայց հետո ոչ բոլորի ներկայությամբ հրահանգ է տալիս, ասենք որևէ զինվորականի գնացեք նրա հարցերը լուծեք, պատժեք, որտեղ ասենք թե պոստում քննել եք կամ ինչ-որ մի բան է արել, այս ամբողջ հրապարակային ելույթները զրոյանում են։ Եվ կարծում եմ նաև սպայական կազմի հետ խոսելու շատ բան կա։ Բանակը, միգուցե զարմանալի բան ասեմ, բայց իրականում զարմանալի բան չեմ ասում։ Բանակը պիտի ազնվականանա։ Բանակը ի սկզբանե, ես հայկական բանակի մասին չեմ խոսում, բայց նա ազնվական կառույց է եղել։ Թագավորական ժառանգները, թագավորները իրենք, հա, բանակում ծառայել են, եղել է այդ պատվո կոդեքսը,
Մեծ Բրիտանիայում արքայազնը հիմա էլ զինվորական է, Միջև հիմա սա ընդունված է, նույնը եղել է բոլոր երկրներում, Ֆրանսիա դա լինի, Մեծ Բրիտանիա դա լինի, կամ ասենք թե նույն Ռուսաստանը լինի, կամ նույն Թուրքիան լինի եւ այլն եւ այլն։ Բանակը թելադրում է նաեւ ազնվական մոտեցումներ, բանակը, ցենց ասեմ, բանակի էությունը չի կարող լինել ֆիդայական շարժումը։ Նա կարող է օժանդակել հիմնական բանակին, բայց բանակում հարաբերությունները վերաբերմունքը նույնիսկ թշնամու հանդեպ։ Եվ հազար ու մի բան, այս բաների մասին պետք է խոսել, պետք է սովորեցնել, պետք է հասկանալ, որ բանակում ծառայողը գուցե հիմա մի քիչ էլի ոչ այդքան հասկանալի բան ասեմ, բայց մի քիչ արիստոկրատ վիճակում պետք է լինի, որտեվ նրան պետք է շատ տրվի եւ շատ բան պահանջվի։ Միգուցե այն ամեն ինչ որ կարելի է անել այս կյանքում չի կարելի անել այնտեղ, ոչ թե հակառակ ամենավատ կողմերը դրսևորել բանակում, քանի որ նաեւ քո ձեռքին զենքն է։ Զենք կրելը մեծագույն պատասխանատվություն է եւ մարդու արժանապատվությանը կպնելը եւս մեծագույն հանցագործություն է, որտեվ այդ քո ընկերը վաղը քո կյանք փրկողն է, քո անվտանգության երաշխավորն է նա։ Սա էլ է շատ կարևոր։ Մենք հասարակական կյանքում էլ տեսնում ենք, որ կարծես պատիժը ավելի մեծ դեր ունենա, քան խրախուսանքը։ Այս համաչափությունը ինչի վրա պետք է հիմնված։ Մենք ընդհանրապես, ասենց ասեմ, պատժին ավելի մեծ դեր ենք տալիս, քան պատվին։ Այդ հետաքրքիր բան է։ Մենք երբ որ խոսում ենք ինչ որ մեկին պատժելու մասին, նույնիսկ մեր հասարակական կյանքում, մենք ավելի շատ մտածում ենք նստեց նա բան, թե չնստեց, այնտեղ այս արեցին, բայց որ մարդու անունը հեղինակազրկվեց, դա այդքան էլ կարևոր չի, դա հեղինակազրկվեց, հա, Շիրվանզադեն ժամանակին գրել էր պատվի համար հայտնի գործը, որտեղ ամեն մեկ ուներ իր պատվի հասկացողությունը եւ մեծահարուստի համար մեծ խայտառակություն էր, որ իր անունը կարող է շոշափվել ոչ մաքուր գործերի մեջ։ Նա չէր մտածում բանտ նստելու մասին, նա մտածում էր պատիվը գցելու մասին։ Այդ պատիվ հասկացողությունը իրական, կարծում եմ պետք է վերականգնվի։ Սա պետք է դառնա շատ ավելի կարևոր, քան գնաց նստեց 5 տարի, 10 տարի, քիչ է, շատ է։ Պատվազրկվեց։ Այս արդեն մեծագույն պատիժն է։ Սա էլի են ազնվական վերաբերմունքի հասկացողությունների մասին է խոսքը գնում։ Սա է մեզ պակասում նաև մեր առօրյա կյանքում։ Չգիտեմ, կարծում եմ սրան պետք է մեծ ուշադրություն դարձնենք, որտեղ երբ որ մենք նույնիսկ շփվում ենք իրար հետ, առավել եւս ունենք օրինակներ, հա, ասենք թե ազգային ժողով։ Ինչի պակասն ենք մենք այդտեղ տեսնում։ Մշակույթի, խոսքի մշակույթի։ Իսկ եթե սրա պակասը կա, ցենց ասեմ, գաղափարները արժեզրկվում են, որտեղ իրականում ոչ միայն արվեստում, բայց նաև կյանքում ձևն է որոշում բովանդակությունը։ Երբ ես լսում եմ, ցենց ասեմ, կիսաքրեական, հա, կիսափողոցային խոսակցություն ինձ համար բացարձակապես նշանակություն չունի, ով ինչ հայացքներ արտահայտում, նրանք գտնվում են նույն դաշտում, եւ ինձ ավելի մոտ է միգուցե նա, ով որ լրիվ ինձ հակառակ թեզ առաջ բերում, բայց կիրթ է բերում։ Ես իր այդ ավելի շուտ լեզու կգտնեմ։ Եվ ինչու են այդքան լավ իրար հասկանում մեր ընդդիմախոսները տարբեր կողմից, որտեղ նրանք ողջ սրտի գտնվում են քաղաքակրթական նույն դաշտում։ Այս դաշտից պետքա դուրս գալ։ Ուրիշի, ցենց ասեմ, ուրիշի անդաստիրակ լինելը չի կարող արդարացնել քո անդաստիրակությունը։ Հասարակական ընկալումը գուցե այս դեպքում վախեցնում է, հա, այսպես ճակերտների մեջ ասեմ, որ այ եթե ես մեկը ինձ ասաց, ես նրան նույն ձևով չպատասխանեցի, մտածում եմ, որ ես թույլ էի։ Ինչն է պատճառը, որ այդ մտածողությունից դժվար է լինում դուրս գալ։ Շատ լավ հարց։ Եվ շատ լավ բնորոշի կմտածեն, որ ես թույլ եմ։ Սա էլի արժեքային հարց է։ Իսկ ինչն է թուլությունը, ինչն է ուժեղ լինելը։ Խոսենք այդ մասին։ Հա, արդյոք ուժեղ լինելը դա
ուրիշին խեղճացնելն է, ստորացնելն է։ Արդյոք ուժեղ լինելը նա է, որ երբ երեխան գալիս է բակից լաց լինելով, հայր ասում է վերցնեիր քարդ այր գլխին, քեզ նեղացնողի։ Արդյոք ուժեղ լինելը դա այն տղամարդն է, որը ծեծում է կնոջը։ Ուժեղ է, չէ՞։ Նույնիսկ եթե ասենք թե պահանջները, որոնք ներկայացնում են արդարացի են։ Սա շատ կարևոր է, ուժեղը դա վիճողն է, ուժեղը դա համբերություն ունեցողն է, ուժեղը նա է, որը ուժը օգտագործում է միայն պաշտպանության համար, բայց ոչ երբեք հարձակման համար։ Շատ եւ շատ sense արժեքներ մեր մոտ տեղաթուրված են երևի, միգուցե կան դրա օբյեկտիվ պատճառները, բայց երբեք ուժ չէ, հա, կրթվելը երբեք ուժ չէ մարդ դառնալը։ Ինչու ենք մենք վերջ-վերջով գազանից տարբերվում։ Սա էլ է պետք կոնկրետ որոշել։ Ես կարծում եմ այս սխալ արժեքը, թե որն է ուժի հատկություն եւ որն է թուլության, պետք է նայեք ժամանակին նույնիսկ ամբողջ բանը քարոզությունը գնում էր դրան, հա, ֆիլմերով, բաներով, եթե փորձում էին ցույց տալ, ասենք թե ինչ որ ինտելիգենտ երեխայի կամ մարդու, որը ջութակ է նվագում, միշտ ներկայացնում էին խեղճուկ, որը մակնոցներով, որը դուրս է գալիս փողոց եւ վախենում է ինչ որ մի բանի հետ հանդիպել, ինչու, որտեղ են այդ բաները, տրաֆարետները գալիս։ Բացարձակապես եւ հակառակ նա ով թույլ է տալիս իրեն կիսագողական, հա, այդ վերաբերմունքը, այդ կարգերի մեջ ապրել, այդ ձևով խոսել, այ դա ուժ է, դա ուժ չէ, դա էլեմենտար խուժանություն է։ Եվ ուժը եւ խուլիգանությունը պետք է իրարից տարանջատել։ Որտեղ են եղել այդ օբյեկտիվ պատճառները, հա, խորհրդային միության մասին դուք խոսեցիք նույնիսկ խորհրդային տարիների, ի՞նչն էր պատճառը, որ ստեղծվեց այդ մշակույթը եւ կարողացավ ազդեցություն ունենալ եւ դրանից դժվար է դուրս գալ։ Եվ դրան ինչով հնարավոր է հակազդել, որովհետեւ հասարակական դա ունի իհարկե խորը արմատներ ունի, երբ որ տեղի ունեցավ 1917 թվականին այդ հոկտեմբերյան հեղաշրջումը, Ռուսաստանից ակսորվեց իր կարելի ասել ամբողջ մտավոր ուժը։ Եվ հետաքրքիր շատերը չգիտեն սրա մասին, բայց երբ որևէ հանցագործության համար որևէ մեկին դատում էին, իր ուրեմն սենց արմատները կարող էին եւ թեթևացնող հանգամանք եւ ծանրացնող հանգամանք։ Եթե նա ազնվական էր, դա ծանրացնում էր իր մեղքը։ Իսկ եթե նա գող էր, դրան ռուսերեն ասում էին սոցիալապես մոտիկ, սոցիալնը բլիսկի։ Եվ դա կարող էր արդարացնել, որտեղ որպես մարդու անպարկեշտ պահվածքի այդ քրեական աշխարհին պատկանելություն, դրա արմատները ման էին գալիս ոչ թե մարդու մեջ, այլ իր շրջապատի մեջ։ Շրջապատն է մեղավոր, որ նա այդպեսին է։ Մարդուն արդարացնում էին։ Այդպես էր ամբողջ պետությունը կառուցվում այդ գաղափարախոսության վրա, որ մարդը ի սկզբանե որևէ պատասխանատվություն իր անձի համար չի կրում։ Միայն հասարակությունն է կրում եւ հիմա մենք կփոխենք հասարակությունը ու բոլորը կդառնան ազնիվ, հասարակությունը փոխվեց, բոլորը ազնիվ չդարձան։ Բայց բոլորը հասկացան, որ սեփական պատասխանատվությունից կարելի է խուսափել։ Ես մեղավոր չէի, ինձ համոզեցին, ասում էր հայկական մի ֆիլմի հայտնի կերպարը։ Այդպես մտածում էին շատերը։ Դուք խոսեցիք քաղաքական դաշտի մասին եւ հիմա էլ սկսվել է 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը, մենք տեսնում ենք միմյանց նկատմամբ մեղադրանքները, ընդհանրապես կա այն հիմքը, որի շուրջ կարող է լինել հասարակական համերաշխությունը։ Իհարկե կարող են կողմերը իրար հակադրող բաներ ասել, բայց ինչի շուրջ կարող է լինել այդ համերաշխությունը։ Շնորհակալություն։ Ես անկեղծ ասած շատ չեմ հետևում, որտեղ այս աշխարհում ավելի հետաքրքիր բաներ կան, հա, եւ գրականություն, եւ ֆիլմեր, եւ ներկայացումներ, եւ մարդկանց հետ շփում, տարբեր մարդկանց հետ։ Բայց
Վերջերս մի հետաքրքիր բան նկատեց, ուզում եմ կիսվել ձեր հետ։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ մենք ապրում ենք երկու զուգահեռ աշխարհում։ Մեկը այդ ազգային ժողովն է, կուսակցությունները, իրենց հետևորդները, այդ ուրեմն sense պատերազմ եւ խաղաղություն կարգավիճակի մեջ, ատելություն, անհանդուրժողականություն, մյուսը իրական կյանքը, որը բացարձակապես այդպեսին չի։ Ես շատ եմ շրջում եւ Հայաստանի մարզերում եւ Երևանով եմ ման գալիս, մեր հանրությունը այդպիսի ագրեսիվ կեցվածք չունի, հակառակ մենք հանդուրժող ենք, մենք բարի ենք, մենք հյուրասեր ենք եւ սա նկատում են շատ եւ շատ օտարի երկրացիներ, որոնք գալիս են Հայաստան, նրանք առաջին հերթին ընդգծում են Հայաստանի ջերմությունը, իսկ ջերմությունը կներեք ոչ ճարտարապետությունով է ստեղծվում, ոչ լեռներով, ոչ բնությունով, ջերմությունը դա առաջին հերթին մարդկային վերաբերմունք է։ Մենք իրար օգնող ենք, շատերը ընդգծում են շատ կարևոր հատկություններ, որոնք Հայաստանում տեսնում են վերաբերմունքը մեծերի հանդեպ, վերաբերմունքը երեխաների հանդեպ, վերաբերմունքը կնոջ հանդեպ, ընկերության հասկացողությունը։ Պարզապես կարծում եմ կա մի սխալ մոտեցում։ Ասելով ժողովուրդ, մենք իր, ասենք ասեմ, քերականորեն իմաստը, հա, եզակի, դարձնում ենք բան, իր բանական իմաստը, բայց իրականում ժողովուրդը եզակի չէ։ Իսկ մենք փորձում ենք ժողովրդին բնութագրել մի ուրեմն գույնով։ Մեր ժողովուրդը չար է, մեր ժողովուրդը բարի է, մեր ժողովուրդը միամիտ է, մեր ժողովուրդը անհանդուրժող է, ժողովուրդը անհատներ են, բազմաթիվ, տարբեր, եւ իրենց հակասություններով, իրենց բաց կողմերով, իրենց լուսավոր կողմերով, իրենց ուրեմն սև կողմերով կազմում են մի մեծ ժողովուրդ եւ իրենք հետաքրքիր են, ժողովուրդը հետաքրքիր է նրանով, որ մենք չենք կրկնվում։ Յուրահաճուրը անհատ է, ամբողջ սովետական միության սխալ գաղափարախոսությունը այդ ժողովրդին փորձել մեկ ձևով ներկայացնելն է։ Բայց հարստությունը տարբերության մեջ է։ Այ երբ որ մենք այդպես ենք մոտենում, մենք սկսում ենք նաև հարգել այն առանձնահատկությունները, որ ունի յուրաքանչյուր, այո, ես ու դուք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բացարձակապես պետք չի իրար ոչնչացնել, բացարձակապես պետք չի իրար վիրավորել, պարտադիր չի իրար հետ համաձայնվել, բայց դա բացարձակապես չի նշանակում, որ դուք որպես մարդ, որպես անհատ արժեք չունեք, դուք ունեք այդ արժեքը։ Եվ որպեսզի ես էլ ունենամ արժեք, ես պետք է դեր արժեքը գնահատեմ։ Փոփոխությունները հասարակական այսպես կյանքից են գալիս թե էլիտաներից, այսինքն վերևից թե ներքևից պետք է այդ փոփոխություն անել։ Դուք խոսեցիք բանակի ազնվականացման մասին, ընդհանրապես հասարակության փոփոխության, մարդու արժեքի կարևորության, որտեղից պիտի լինի այդ փոփոխություն։ Ես կարծում եմ դա երկկողմանի ճանապարհ է։ Ընդհանրապես կարծում եմ շատ սխալ է միշտ ման գալ միայն մեկ ճանապարհ։ Եթե մենք ուզում ենք լուծենք որևէ խնդրեմ, որևէ հիվանդություն, հա, մենք պետք է գնանք մի քանի ճանապարհներով։ Ասեցի հիվանդություն, եկեք մի հատ տեղափոխվենք առողջապահության ոլորտ, հա։ Ուզում եք բուժել որևէ հիվանդություն, արդյոք կարող եք հույսը դնել միայն դեղերի վրա։ Իհարկե ոչ։ Նաև առողջ սնունդ, նաև որոշակի առողջ կյանք, ինչպիսին պետք է, ինչ դիետա է պետք, ինչ եւ այլն, եւ հազար ու մի բան։ Ինչքան պետք է տևի, ինչով պետք է փոխարինվի։ Նրանք, ովքեր հույսը դնում են մենակ մեկ լուծման վրա, նրանք հիմնականում հետո կրում են շատ խորը հիասթափություն։ Ես կարծում եմ, որ էլիտան պետք է լինի եւ պարտադրող, եւ օրինակ ծառայի, բայց նաեւ մեծ անելիք ունեն նրանք, ովքեր ունեն որոշակի ազդեցություն հասարակության վրա եւ անպայման չի, որ դրանք լինեն քաղաքական գործիչներ, ավելի քաղաքական գործիչը ունի ազդեցություն իր համակիրների վրա,
բայց հաճախակի այն ինչ որ նա ասում է, նույնիսկ եթե ճիշտ բան է ասում, բացասական է ընկալվում ուրեմն ոչ համակիրների կողմից, որտեղ այդտեղ խոսում է քաղաքական, ապա քաղաքական զանգվածը կարծում շատ մեծ անելիք ունի։ Նույն այս բանակի հարցերում կարծում եմ նրանք, ում մենք անվանում ենք մտավորականներ եւ ով իրենք համարում են, որ իրենք մտավորական են եւ անտարբեր չեն երկրի, բանակի, բարոյական վիճակին եւ ընդհանրապես վիճակին, պետք է շատ ակտիվորեն մասնակցեն այս գործընթացում։ Չի կարելի հույսը դնել միայն, ասենք, թե պաշտպանության նախարարության վրա կամ վարչապետի կամ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի, չէ, երբեք այդպես չի լուծում։ Ներքևից ազդեցությունը անհատական յուրաքանչյուրի հետ խոսակցությունը, այլ ոչ թե միայն հրահանգը, հաճախակի շատ ավելի դրական արդյունք է տալիս, քան զուտ խստացնենք օրենքը, բերենք սանենք, փոխենք այս փոխում են երկրորդ օրը նույն պատմությունը կրկնվում է, խստացնում են օրենքները, Իրանում հանրային դատավճիռներ են կայացնում եւ մահապատիժ են իրականացնում եւ ինչը չկա հանցագործություններ, կամ նույն քանակությամբ, եթե ոչ ավել, եւ մարդիկ հավաքվում են ոչ թե որպեսզի սարսափեն այն մահապատիժից, որ իրանք տեսնում են, այլ որպեսզի ուրախանան, որտեղ սա թամաշա է որոշակի ձևով։ Ուրեմն այդքան պարզունակ չի ամեն ինչ։ Շնորհակալություն, պարոն Բաբայան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը հանրային խորհրդի անդամ ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էր։